Հարմար նստիր, թեյ վերցրու, քեզ հետ Գոհարն ու Անին են։ Մենք չենք բուժելու, ուղղակի խոսելու ենք հոգեբանության մասին, պարզ ու հասկանալի։ Նենց ոնց կխոսեիր ընկերներիդ հետ, բայց կլինի գիտահեն։ Սա ոնց ես պոդքասթն է հոգեկան առողջության մասին, որտեղ դու ընդունված ես նենց ոնց կաս։ Բարև ձեզ, ձեզ հետ Անինա Եվ Գոհարը։ Եվ այսօր մենք խոսելու ենք սննդային վարքի խանգարումներից։ Եվ մանրամասնելու ենք, թե ինչ է առհասարակ սննդային վարքի խանգարումը, քանի որ սննդի հետ կապված ոչ բոլոր մտքերն են, որ պարտադիր սննդային վարքի խանգարման մասին են։ Խոսելու ենք այն մասին, որ քեզ հաճախ թվում է, որ քո քաշը մի քիչ փոփոխվել է, կամ արժի երկուշաբթի օրվանից կամ ամսի 1-ից կամ նոր տարուց կամ քո ծնունդից սկսել մի քիչ նիհարել կամ չաղանալ, բայց ավելի հաճախ նիհարել, ու հենց այդ մտքերն էլ կարան խոսան սննդային վարքի խանգարումների մասին։ Եթե այս մտքերը քեզ հոգեհարազատ էին, միացիր, լինելու է հետաքրքիր եւ ինֆորմատիվ։ Սննդային վարքի խանգարում անվանում ենք այն վիճակը, երբ սննդի մասին մտքերը, քո մարմնի փոփոխությունները, քաշի նվազեցումն ու ավելացումը այնքան շատ է քո կյանքում, որ քո կյանքի որակը նվազեցնում է։ Սննդային վարքի խանգարումների ժամանակ մենք հաճախ զգում ենք տագնապ, ամոթի զգացում ենք ունենում, մեղքի զգացում ենք ունենում ենք ցիկլներ, մեկ ուտում ենք, մեկ չենք ուտում, այսինքն շատ բուռն էմոցիոնալ հոգեվիճակ ենք ունենում։ Այս ամենը հավանաբար կարող խոսի սննդային վարքի խանգարումների մասին։ Գոհար, գիտեմ նաև, որ ՀՄԴ-ում հիվանդությունների միջազգային դասակարգում, նույնքը DSM, սննդային վարքի խանգարումը առանձնացված որպես ախտորոշում է։ Մի տողով է առանձնացված, թե ունի էլի ինչ-որ ենթակետեր, ենթաախտորոշումներ, ոնց է առհասարակ։ Հա, անի ճիշտ ես, առանձնացված է, DSM-ում կա առանձին որպես սննդային վարքի խանգարում, ու մենք այնտեղ մի քանի ենթակետեր ունենք, բայց մեզ ավելի ծանոթն ու հայտնին են, վստահ եմ բոլորը լսել են այդ մասին, դա բուլիմիան, անորեքսիան եւ իմպուլսիվ շատակերությունն է։ Ես իհարկե այդ բառը այդքան չեմ սիրում, բայց ոնց որ ռուսերեն կոչվում է իմպուլսիվնա պերիեդանիա, այսինքն գերսնում էլ ենք ասում։ Հա, գերսնում էլ կարանք ասենք։ Ու ինչպես մենք քննարկում ենք Անի հետ, ոնց որ բառերը պետք է ասել, որպեսզի օգտագործվեն։ Ինչքան շատ օգտագործենք, այնքան ականջը կսովորի, տերմինները այդպես են։ Երևի կարանք մի փոքր ամեն մեկի մասին ասենք, որպեսզի մարդիկ ոնց որ տեղյակ լինեն։ Ամեն դեպքում նշենք անպայման, որ մենք մեր ոդքասթում երբևէ որևէ ախտորոշում չենք դնում, այս էպիզոդը ներառյալ, եւ եթե ձեզ տեսնում եք այս բոլոր մտքերում, նկարագրություններում ինֆորմացիան ծանոթ է, իրավիճակը դες ծանոթ է, թվում, խնդրում ենք անպայման դիմել մասնագետի, քանի որ ՍՎԽ-ն այդքան էլ հեշտ եւ թեթև ախտորոշում չի կամ իրավիճակ չի, այնպես որ մասնագետի դիմելը ամոթ չի, հոգեբանի, հոգեբուժի օգնությունը միշտ ավելի արագ եւ արդյունավետ արդյունք կարող ապահովի ցանկացած ախտորոշման եւ հոգեվիճակի դեպքում։ Եվ երևի հիմա արդեն անցնենք այդ ենթակետերին եւ ներկայացնենք, թե ինչու ՍՎԽ-ն ուղղակի տենց չաղանալ եւ նիհարելու մասին չի։ Այո։ Ներքին զգացումն ու ես բոլորից ունեցել։ Ես վստահ եմ, որ դու մենակ չես, ստեղ էլի մարդ կա ունեցել է կամ ունի։ Միացեք, ուրեմն մեզ լսելու անպայման։ Հա, որտեղ շատ կարևոր թեմա է։ Երևի սկսենք հենց անորեքսիայից, վստահ եմ բոլորը ծանոթ են, բայց քչերը գիտեն այդ ինչն է։ Անորեքսիայի ժամանակ մարդիկ հաճախ ոնց որ սկսում են վախենալ սննդից, սննդը սկսում են քիչ ընդունել, ու այս ամենը իհարկե այս ամենի ժամանակ իհարկե ունենում են մեղքի զգացում, վախի զգացում, տագնապի զգացում, ու անգամ հնարավոր է որ այնքան հյուծվեն, որ դաշտանը կորի իրանց մոտ, շատ տարբեր առողջական խնդիրների կարաբերի, ու շատ կարևոր է որ եթե ձեր մոտ նկատում եք նման սիմպտոմատիկա, անպայման դիմեք մասնագետի, որովհետև շատ ավելի լուրջ խնդիրների կարաբերի, թե ֆիզիկական, թե հոգեբանական, անգամ կարա հասցնի դա մահվան։ Այո, ժամանակին եթե չես նկատում եւ արդեն սկսում ես, նաեւ լրացնենք, որ շատ կարևոր է շրջապատի ուշադրությունը եւ հոգատարությունը մարդու հանդեպ, երբ որ դուք նկատում եք, որ ձեր շրջապատում կան մարդիկ, որ գուցե ունեն սննդի հետ կապված ինչ որ ոչ առողջ հարաբերություններ եւ նման օրինակ անորեքսիային կամ դեպի դա է գնում, ինչ-որ որակյալ աջակցություն ցույց տալ, փորձել հարցնել ոնց է ինքը իրեն առհասարակ զգում կյանքում, ինչ աջակցության կարիք ունի եւ լինել իր հետ, փորձել աջակցել եւ ինչ-որ ձևով
միասին թեկուզ առաջարկել գնալ մասնագետի, որպեսզի խնդիրը ավելի չբարձրանա եւ Գոհարի նշած մահվան ելքով չլուծվի։ Ստեղ իհարկե նաեւ ոնց որ ավելացնել է պետք, որ սննդից ազատվելու ռիտուալներ են լինում անորեքսիայի ժամանակ, այդ կլինի փսխում առաջացնելը, հատուկ դեղորայքերի ընդունումը, որոնք որ մեր օրգանիզմը մաքրում են, այսպես ասած, կամ օրինակ կարա նաև սնունդի ընդունումից հետո գնալ ինչ-որ գործողություն անել, որ այդ սնունդից ազատվել, բայց օրինակ ոչ շատ ծայրահեղական, այլ ասենք գնալ սպորտզալ միանգամից շատ պարապել, հյուծել մարմինդ, այսինքն վառել այդ ավել կալորիաներ, թվացող ավել կալորիաներ։ Այդ ոնց որ նաև այդ մասն է խոսում։ Երևի անցնենք բուլիմիային, բուլիմիան էլի ոնց որ էմոցիոնալ ֆոնով շատ նման է անորեքսիային, ուղղակի այստեղ մենք տատանվում ենք տենց շատ մեծ քանակով ու շատ քիչ քանակով սնունդի ընդունման ցիկլների մեջ, բայց էլի շատ նման է, էլի սնունդից ազատում ունենք, ոնց որ իրանք նման են ու ոնց որ կարևոր է այստեղ նշել, որ բարդ առհասարակ դիագնոզ դնելու դեպքում, հա, ոչ հոգեբանի, հոգեբուժի կողմից շատ հազվադեպ է լինում, որ հենց միանգամից մաքուր ձևով քեզ խնդիրը երևում է։ Այսինքն իրանք կարան լինեն շատ իրար նման, հաճախ կարաս չհասկանաս, ինչ որ սիմպտոմներ կան լինեն, ինչ որ սիմպտոմներ չէ, ու այդ շատ բարդացնում է այս process-ում դիագնոզ դնելը, չնայած որ ոնց որ կարևոր է իրենց աշխատելու հիմքը ոնց որ հաճախ նման է շատ, որովհետև հաճախ մենք չենք խոսում այդքան սննդի ընդունման սովորությունների մասին, այլ շատ ավելի խորը տրավմատիկ իրադարձությունների մասին, որ ոնց որ մեր հոգեկան աշխարհը սենց է դուրս բերում։ Այսինքն դա ավելի շատ ոչ թե զուտ սննդի մասին է, այլ էմոցիաների հետ դժվարությունների, ինչ որ տրավմատիկ փորձի, որը մարմինը փորձում է ինչ որ ձևով ապրել ապրել ու ոնց որ վարքային փոփոխությունը գնում է դեպի սննդային վարքի հետ խնդիրները։ Այո, ու այս կարևոր է նշել, որովհետև եթե դուք ունեք ոնց որ ծանոթ բարեկամ ազգական ով ունի այս խնդիրը, այստեղ կարևոր է որ մենք հասկանանք, որ այդ ու պրոստը ուտելու մասին չի, հա, մենք չենք կարող իրենց ասենք, լավ դե մի բան կեր կամ լավ հերիքա ուտես, այդ յուրաքանչյուր նման արտահայտություն նման մարդկանց համար բավականին դժվար ու տրիգեր անող արտահայտություն է, որը կյանքի որական այդ պահին բավականին գցելու է, ինչի՞ չէ նաև հետո։ Բուլիմիայի հետ կապված կուզեմ լրացնել, որ ես ժամանակին ունեցամ սննդային վարքի խանգարում, այս պահին ավելի թեթև փուլում եմ, ոնց որ ինձ մոտ կար մի անգամ եղել է բուլիմիայի էպիզոդ, բայց հետո ոնց որ քանի որ այդ փուլում բավական շատ կարդում էի, ինչ որ տենց ուսումնասիրում էի, նաև կարդացի լիքը ուսումնասիրություններ, որ այդ բազմակի փսխումները, բուլիմիան հիմնական փսխման մասն է, չէ, կարող են հանգեցնել օրինակ երիտասարդ մարդկանց մոտ կաթվածների, սրտի կաթված, ինֆարկտ, ինսուլտ, այսինքն ընդհանուր իրենց տարիքին եւ առողջական վիճակին հատուկ բան չի, բայց քանի որ բազմակի այդ փսխումները բավական երկար մի քանի տարի կարող է տևի մարդու մոտ այդ վիճակը, ոնց որ առաջացնում է սրտի անբավարարություն, անոթների հետ խնդիրներ ու ոնց որ օրգանիզմը չի դիմանում անդադ այդ մկանային կծկումներին ու այդ վիճակին եւ հյուծվում է, այնպես որ իրական բարդ իրավիճակը պետքա փորձել այդ վիճակից դուրս գալ երևի եւ անպայման մասնագետի հետ։ Ինձ թվում է ես որպես թերապևտ իմ համար կառանձնացնեմ, որ սննդային վարքի խանգարումների այդ աշխատանքը բավականին բարդ է։ Ես չգիտեմ, երբ որ մենք վերապատրաստում ենք անցնում այդ թեմայի հետ կապված, շատ բարդ է ինձ լսվում ու ես հիանում եմ այն թերապևտներով, ովքեր ոնց որ աշխատում են, որովհետև բավականին դժվար է ու բավականին դժվար է տրվում ինքը փոփոխությունների, որովհետև քո մարմնի ընկալումը ոնց որ դու պարզ տեսնում ես, որ ասենք քո համար դու չաղացել ես։ Ու այդ ընկալումը փոփոխելը կամ դրա հետ աշխատելը շատ դժվար է։ Հատկապես երբ որ օրինակ չաղացել ես ու նախքին հագուստը քո վրա չի գալիս ու ստեղ չի լինում ուղղակի ասես մարդուն հա դե գնա նոր հագուստ առ ոնց որ դրա մասին չի ավելի շատ նրա մասին է որ ինքը նորից փորձում է դիետաներ փորձել նիհարել որ այն հին հագուստը հին ինքը վերադառնա իրեն բայց քանի որ դա արդեն փոփոխություն ավարքի, լիքը ուրիշ բաների, իրականությունն աղճատված, բավականին վատ
ոնց որ հոգեվիճակ կա ծանր, այդ ուղղակի այդ սննդի ու հագուստի մասին չի էլի։ Ու հետո արդեն մեծ տարիքում մեծ ասելով նկատի ունեմ ավելի մոտ 40, 50, 60 տարեկանում ձեր ավելի փոքր տարիքում ունեցած սննդային վարքի խանգարումները, եթե դուք չեք հետևում իրան, կարող շատ ավելի լուրջ խնդիրների բերի, ֆիզիոլոգիական, դրա համար ոնց որ կարևոր է ամեն դեպքում հետևել մեր հոգեկան աշխարհին, որպեսզի մենք մեզ ոնց որ մաքսիմալ հնարավորինս լավ զգանք ու այդպես խնդիրներ չունենանք։ Ու երևի մնաց կոմպուլսիվ շատակերությունը, կերսնումը, դա ոնց որ շատ էլի նման է այն նախորդ երկուսին, ուղղակի այստեղ մենք ոնց որ ինչ-որ տենց ռիտուալներ չենք անում սննդից ազատվելու, ուղղակի ոնց որ սննդի ընդունում էլի կարող լինի ինչ-որ ցիկլերով, կարաս դու շատ ուտես կամ շատ քիչ ուտես կամ ուտես էլի մեղքի զգացում ունենաս, շատ էմոցիոնալ, դժվար վիճակ է ու այս կարևոր է հասկանալ մեր կողքի մարդկանց համար, որ այդ մարդը նստեց հաց կերավ, ասենք չգիտեմ, վատ էր անցքում նստեց հաց կերավ, ինքը ահավոր վատ հոգեկան վիճակի հոգեպես ահավոր վատ վիճակում է գտնվում, որովհետև ինքը անտանելի շատ մեղքի զգացում է ունենում։ Ինքը շատ տագնապ է ունենում, ինքը իրան մեղադրում է, ասում է, վայ, խիկերա, էլի կերա, հա, այսով եմ ես պետք է վсё երկուշաբթիից իմ կյանքը փոխեմ, ես արդեն սկսել երկուշաբթիից, էսի որորդ երկուշաբթին է ու այդ շատ բարդ փուլ է, կարևոր է հասկանալ, որ եթե մենք ունենք նման խնդիր, պետք է պատժ կա, հա, օրինակ չգիտեմ, ինչ-որ պայմանական օրինակ ասեմ, գրկել մեր կողքի մարդուն ու ասել, ոնց որ ես հետդ եմ։ Նույնիսկ եթե ինչ-որ էպիզոդ է իր մոտ, նույն բուլիմիայի փոխման, ամեն դեպքում փորձել լինել իր մոտ եւ ոչ թե երևի, հա, ինչ-որ արգելքներ, պահել սնունդը, հա, թաքցնել, քննադատել, որ ինքը, չգիտեմ, բավարար կամքի ուժ չունի, ինքը իր առօրյան եւ վարքը փոխելու կամ քիչ կամ շատ ուտելու, հա, այդ ուղղակի կամքի ուժի մասին չի, էմոցիաների, ինչպես ասացինք, լուրջ ապրումների, որոնք բավական դժվար է տանել եւ ոնց որ օրգանիզմը փորձում է ինչ-որ ձևով այդ երևի գերեմոցիոնալ վիճակը լրացնել, հա, եւ ինչ-որ ձև հանգստանալ, ստրեսի հետ ոնց որ աշխատում է այդ ձևով, հա, ստրեսը ստանում, հացը ուտում, լավ է։ Ինչ-որ ստրատեգիա երևի, հա։ Այստեղ կարևորը մի հատ բան։ Ինձ թվում է Այս ու իմ կարծիքն է, բայց ինձ թվում է շատ մոտ է իրականությանը, որ մարդիկ դժվար են կարում հասկանան, այն մարդիկ, ովքեր չեն անցել այս process-ի մեջով, իրենք դժվար են կարում հասկանան, ոնց կարաս вообще ունենաս սնունդի ընդունման հետ կապված ինչ-որ խնդիր կամ մտքեր շատ։ Հա, կամ մտքեր, կամ մեղքի զգացում։ Այստեղ կարևոր է հասկանալ, ասես մի հատ պարզ բան, հա, տագնապային խանգարում։ Ոնց որ բարձաբար, չէ՞, տագնապային խանգարումը դա։ Սննդային վարքի խանգարում։ Դա էլ է խանգարում։ Կարևոր է հասկանալ, որ դա առանձնացված է ՀՄԴ-ում որպես առանձին խնդիր, то есть ինքը կա, մարդիկ դա զգում են։ Հորինված չի։ Այո, ոնց մնացած բոլոր խնդիրները, դա կարևոր է։ Այո, եւ այո, բարդ վիճակը, որը բավականին բարդ որը պահանջում է մասնագետի մասնակցություն, երբեմն նույնիսկ մի քանի մասնագետի, այսինքն հոգեբույժ, հոգեբան, սննդաբան, էնդոկրինոլոգ, գինեկոլոգ, գուցե կախված իրավիճակից, բարդությունից, սրությունից այդ պահին կարա մարդը լինի ոչ սուր վիճակում, ավելի քիչ մասնագետի հետ այդ պահին աշխատի, օրինակ եթե հոգեբանի ա գնում, երևի եթե սուր վիճակ է, գուցե պահանջի շաբաթի 2 անգամ այցելություն։ Կստացի, հա։ Ես գիտեմ, որ սննդային վարքի խանգարումների հետ աշխատող մասնագետները կոնկրետ ունեն հստակ ուղեցույցներ, հա, ուղեցույց, հայերեն բառն եմ հիշեի, ուղեցույց, որով գնում են ու որի հենց սկզբի շաբաթները, 2 հանդիպումները, կոնկրետ բաներ են անում, բայց երևի թե ամեն դեպքում ես չի կարողանա, որովհետև մենք վերջերս որ անցնում էինք սննդային վարքի խանգարումների վերապատրաստումը, ինձ շատ բնական էր լսվում այն արտահայտությունները, որոնք այցելուները կարան ասեն թերապիայի ժամանակ, որ օքեյ չի, ոնց որ պետք է ուշադրություն դարձնել, բայց իմ համար այդ ոնց որ ասում եմ, խի է նորմալ չի, հա, ասենք, չգիտեմ։ Դրա համար ինքը առհասարակ իրոք շատ բարդ խնդիր է ու բարդ
treatment-ի տրվող։ Հա, բարդ է բուժվում, որովհետև այո, ինչքան էլ նշենք, որ մասնագետի դիմելը կարևոր է նաև այցելուի մասնակցությունը, հա, այսինքն միայն մասնագետը մենակով այդտեղ ոչինչ չի կարողանա անել, եթե այցելուն ինքը հետաքրքրված չի մասնակցում այդ նույն ուղեցույցներով, ինչը որ անհրաժեշտ չի անում, ոնց որ համագործակցային աշխատանք է, շատ մասնակցություն է պահանջում, էլի կախված է ձեր ռեսուրսային վիճակից, ինչքանով դուք ի վիճակի եք այդ բան գնալ հոգեբանի կամ հոգեբուժի դիմել, մասնագետի դիմել, բայց որ դա երկար թողնել այդպես չի կարելի, անտեսել չի կարելի, հաստատ միանշանակ է, որ պետք է անպայման ուշադրություն դարձնել դրան։ Միանշանակ։ Մեղ որոնց ծնողները։ Все проблемы из детства. Психологи придумали детство, чтобы сейчас разбогатеть. Ваня. Ինչ որ անդադ թարաջ քաշելու ցանկություն կա։ Ինչ քաշելու։ Թարաջ քաշելու։ Դա հառաչելու էլ հա, այդ թեմայից է գիտես, sense ես խառ էմոցիաներ ունեմ լիքը, sense որ տխրություն, ուրախություն, ափսոսանք, հուզմունք, բան, sense որ Հիշեցնենք ամեն դեպքում, որ մենք ախտորոշում չենք դնում այս էպիզոդով առհասարակ մեր ոդքասթի շրջանում ախտորոշում չենք դնում, բայց եթե նկատում եք ձեզ մոտ այսքան ինֆորմացիա լսելուց հետո ինչ որ կետեր, ամոթ չի դիմեք մասնագետի, այդ բեռը մենակով պետք չի տանել։ Մեկ էլ այս բանին կուզենք կիսվել ինչ որ արտահայտություններով, վիճակներով, որոնք կարող են խոսեն, որ ձեր հարաբերությունները սննդի հետ մի քիչ չեն։ Հա, երևի կուզեմ առանձնացնեմ այն, որ եթե շատ հաճախ եք մտածում սննդի մասին, հա, իրանց կալորիաների շատ կամ քիչ լինելու, օրինակ չեք գնում ինչ-որ տեղեր, խուսափում եք ինչ-որ տեղեր գնալուց, որտեղ որ դուք այդ սննդի կալորիան չգիտեք, այդ կլինի կաֆեներ կամ ուրիշի տանը հաց ուտել չեք անում դրանք, որովհետև կալորիան չգիտեք։ Եթե ունեք մտքեր անդադ, որ հեսա երկուշաբթիից ես իմ կյանքը փոխում եմ, հեսա երկուշաբթի դիետա, հեսա երկուշաբթի դիետա, ամսի 1-ի դիետա, նոր տարու դիետա, ծնունդիցս հետո դիետա, այդ մտքերը սովորաբար խոսում են, որ այդքան էլ լավ չի ձեր հարաբերությունը սննդի հետ։ Քաշի տատանումները ինչի՞ չէ, հա, շատ արագ քաշի ավելացում, քաշի նվազեցում, դա էլ այդքան ոնց որ օքեյ չի։ Եթե երազում տեսնում եք սնունդ ու հաճախակի եք տեսնում, իսկ առօրյայում ձեզ, չգիտեմ, արգելում եք այդ սնունդը ուտել, դա էլ կարա խոսվի դրա մասին։ Միանշանակ։ Մի հատ էլ հետաքրքիր բան, որ այդքան շատ չի խոսվում, բայց ինքն էլ կա, որ վախում եք, օրինակ սոված մնաք, կամ վախում եք շատ ուտեք, դա էլ է կարևոր, հա, առանձնացնել։ Գիտես, Անի, ես մի հատ հետաքրքիր բան եմ մտածել, կուզեմ ոնց որ մեր Ռուստանդիտողի հետ էլ կիսենք, մեր հետևորդների հետ էլ կիսեմ, ավելի շատ էս այն մարդկանց մասին, ովքեր չունեն սննդային վարքի խանգարում, բայց ունեն ցանկություն հասկանալու ինչ են այդ մարդիկ զգում, երևի թե կփորձեմ, երևի թե կստացվի, հա, բացատրել թե ոնց է այդ ստացվում, բայց համեմատությունս հետևյալն է, կան մարդիկ, ովքեր ունեն օրինակ տագնապային խանգարում, ունեն առողջության տագնապ, որը, չգիտեմ, գիտեք թե չէ, ոնց որ նախկինում անվանում են իպոխոնդրիա, իպոխոնդրիկները շատ հաճախ մտածում են առողջության մասին։ Նույն ձև մարդիկ, ովքեր ունեն սննդային վարքի խանգարում, մտածում են սննդի մասին։ Եթե ունեք տագնապներ, ավելի հեշտ կլինի հասկանալ, հա, այս մարդկանց, բայց օրինակ սննդային վարքի խանգարում ունեցող մարդկանց հիմա կուզեմ ասեմ, կամ այն մարդկանց, ովքեր չգիտեն, որ ունեն սննդային վարքի խանգարում, եթե դուք անընդհատ մտածում եք սննդի մասին, դա օքեյ չի, որտեղ մարդիկ, ովքեր չունեն այդ խնդիրը, չեն մտածում սննդի մասին այդքան շատ, այսինքն գուցե իրանք մտածեն օրինակ այսօր ինչ կարամ ուտեմ կամ մի հատ հետաքրքիր բան կուտեի, հա, կամ ինչ սարքել, այտենց մտածում են, բայց անդադար մտածում են էս ուտեմ, չեն ուտեմ, չէ, էսի շատա չենի քիչ, հա, այդ մտքերը մարդիկ չունեն, նույն ձև ոնց իպոխոնդրիկները, հա, օրինակ դու կարող ես ինչ-որ պահի նստած լինես, մտածես, ինչ-որ մի տեղս ցավում է, օքեյ, հետո սպասես, մի քիչ ժամանակ անցնի։ Ասես լավ, ոնց որ երկար է ցավում, գնամ մի հատ բժշկի, էտա ռացիոնալ լուծում է այդ խնդրի։ Բայց իպոխոնդրիկների մոտ տենց չի, իրանք ոնց որ խնդիր եղավ, վայ,
մի հատ գուցե քաղցկեղուն, կամ գուցե գլխուղեղի, չգիտեմ, ինչ որ գոյացություն ունեմ։ Այո։ Գուցե արտրիտ ունեմ, գուցե ինչ որ մի բան այն չի։ Այո։ Երբ ես մասին էլ կարելի է ինչ որ առանցին էպիզոդ կպատրաստենք, այո, որտեղ էսել է շատ տարածված, բայց հա ոնց որ իրանք այդ մասին հաճախ մտածում են, նույն ձև սննդային վարքի խանգարում ունեցող մարդիկ են մտածում այդտեն սննդի մասին շատ հաճախ։ Դիտած չպետք է լինի։ Այո, ձեր կյանքը մենակ սնունդը չի ու պետք չի թողնել, որ ձեր կյանքը, այսպես ասած, ֆրա միայն սննդի շուրջ ու ձեզ բերի անհանգստություններ, կյանքի որակը իջեցնի, չթողի, որ ամոթի զգացումից այն կողմ ինչ-որ ուրիշ բան զգաք, նաև սոցիալապես բավականին ինչ-որ դժվար իրավիճակներում երևի հայտնվեն, չէ, կան իրավիճակներ, երբ որ մարդը առհասարակ արդեն հրաժարվում է տնից դուրս գալ, քանի որ օրինակ քաշը հավաքել ու իրեն դուրս չի գալիս իր այդ արտաքին տեսքը ու հնարավոր բոլոր սոցիալական շփումներից փակում է իրեն, պարփակվում է արդեն, ինչ որ բավականին տարբերակներ կարող են լինել, թե ոնց կզարգանա, բայց որ միանշանակ ազդի ձեր կյանքի որակի, հոգեվիճակի, ֆիզիկական առողջության վրա, все знаки налицо, ինչպես ասում են։ Այո։ Այստեղ կուզեմ մի բան ավելացնեմ, շատ տարածված է, բայց էլի այդ մասին այդքան շատ չի խոսվում, որ սիմպտոմներից երևի կուզեմ ասեմ, չեն նկարվում մարդիկ, սկսում են չնկարվել, սկսում են խանութ չգնալ, շոր չառնել։ Այո, ես դրա վառորն։ Սկսում են չփորձել շորերը, որովհետև օրինակ ուղակի խանութ գնալը, մի հատ, չգիտեմ, մոլ ես գնում, խանութ ես գնում, մի հատ շոր ես փորձում, այդ օրդ վերածվում է մի հատ շոր դժոխքի, որովհետև այդ մտքերի տարափը շատ մեծ է։ Անտանելի է։ Այո, քեզ թվում է դու խոշորացույցի տակ ես, բոլորը տեսնում են քեզ, բոլորը գիտեն, որ դու, չգիտեմ, գերսնում ունես։ Ու բավականին թվում է թե էլի բանի նման, որ հա դե չաղացել ես մեծ չափի շոր հակի, բայց դա այտենց չի աշխատում, հետև դու ուզում ես քո հին շորերը հագնել ու այդ հին շորերը քո վրա գան, բայց իրենք չեն գալիս ու ավելի շատանում է այդ տագնապը, որ բա ոնց անեմ, որ հին շորերս հագնեմ, ու տես սկսում է երկուշաբթից դիետա պահելու փորձերը։ Կուզենք նաև խոսել նրա մասին, որ եթե օրինակ դուք սննդային վարքի խանգարում ունեցող մարդու հարազատ եք, ընկեր եք կամ անձենք ով որ նկատել է ինչ-որ մեկի մոտ սննդային վարքի խանգարում, սննդի հետ ոչ առողջ հարաբերություններ, ինչ պետք չի ասել, ոնց պետք չի անել, որպեսզի այդ մարդուն հավելյալ չվնասել։ Սկսենք ինձ թվում է ամենակարևորից, որ հաճախ ասում են, ինչ դու մեկը սիրուն ես, պետք չի նիհարես կամ պետք չի չաղանաս, այս սիրունության մասին չի։ Այդ մարդիկ ոնց որ առանձնացնում են քաշը, իրանց մարմինը, իրանց սիրունությունը, որտեվ ոնց որ հաճախ կարաս ինչ որ մեկին ասես, բայց դու սիրուն ես, խես ուզում նիհարես, ինքը կասի ես օրինակ սիրուն եմ, բայց գեր եմ։ Օրինակ, то есть սիրունությունը կապ չունի։ Կամ իր համար դա չհնչի օբյեկտիվ իրականություն, ինքը սկսի չհավատալ ձեր խոսքերին, որովհետև ինքը իրան տեսնում է հայլում ու գնահատում է յուրովի, ու երբ որ դուք դա իրան այտենց եք ասում, իրեն թվում է, որ դուք իրեն ստում եք ուղղակի, որպեսզի սա տարեք ձեր ձևով, բայց դա իրեն կարա սուտ ինֆորմացիա թվա։ Ու առհասարակ կոմենտներ քաշի մասին ոչ լավ, ոչ վատ բացարձակ պետք չի անել։ Առհասարակ ոչ մեկին ինձ թվում է անկախ վարքային խանգարումներ ունեցող մարդկանց։ Տեսքի մասին կոմենտներ մի արեք ոչ մեկին։ Թե լավ մարդը լինի շատ նիհար, իրան շատ առողջ լինի, շատ լավ զգա, բայց դուք անդադ իրան ասեք չաղացի, չգիտեմ, խիես տենց նիհար։ Կամ կարա մարդ ունենա խնդիր առողջական, որի մասին չուզենա բարձրաձայնի ու դրա պատճառով նիհարած լինի, ու դուք ասեք, ես ոնց ես նիհարել, ինչ ես արել որ նիհարել ես, կլինի ես այտենց անել։ Դրա փոխարեն կարող եք հարցնել ոնց ես, լավ է ամեն ինչ, չգիտեմ, ինչ որ օգնության կարիք կա, թե չէ, դա էլ արդեն կախված ձեր հարաբերությունների կարգավիճակից։ Շատ հաճախ լսում ենք, որ ասում են ուղղակի հացկեր կամ պրոստը միգեր, էդ էլ չէ։ Faithful։ Էդ էլ չէ։
Նաև sense մի հատ հետաքրքիր բան կա, ավելի հաճախ հանդիպում է ծնող երեխա հարաբերություններում կամ օրինակ զույգային հարաբերություններում, այսինքն եթե դու ունես դոստուպ այդ մարդու սնունդին, սնունդը պահել տենց բաներ են։ Հա, սնունդը պահել, փակել, հա, արգելել, հա, ոնց որ դոստուպ չունեն այդ մարդու սննդին, այդ չէ, այդ չէ, դուք մասնագետ չեք պետք է տենց բաներ անել։ Հա, որովհետև այդ ավելի է ոնց որ ուժեղացնելու իրանց ցանկությունը ուտելու, գնալու, գտնելու, մի խոսքով էդի չէ։ Այստեղ կարևորը հատկապես երեխաների դեպքում քաշի վերաբերյալ ինչ որ ֆոկուս չտանել երեխաների մոտ, որ չգիտեմ, շատ աուտում կամ, եթե չենք խոսում գերքաշեն ինչ որ իրավիճակների մասին, բայց ընդհանուր էդ էլ է ենթադրում ինչ որ բանի արդյունք։ Բայց հա, երեխաներին ինչ որ իրենց քաշի ու արտաքինի հետ կապված այդ կոմպլեքսներ չսրսկել, այսպես ասած, եթե հնարավոր է։ Գոհարի օգնությամբ խոսենք, թե ինչ կարելի է անել կամ ասել։ Այո, ոնց անին մի քիչ առաջ ասած ուղղակի կարելի է հարցնել ոնց ես, այդ նույն մեխանիզմը ստեղել է աշխատում, ուղղակի կարակ այդ մարդուն հարցնեք ոնց ես, ես քեզ ինչով կարամ օգնեմ, որովհետև ինչքան էլ սննդային վարքի խանգարումը ինքը ոնց որ խանգարում է ու այդ խանգարումը կարան տարբեր մարդիկ ունենան, ամեն դեպքում բոլոր մարդիկ յուրահատուկ են ու իրանց խնդիրները յուրահատուկ են, այս մտածողությունը յուրահատուկ է, ուստեղ էլի չկա, հա, ինչ որ ինդիվիդուալ մի բան, որ ոնց որ կարաս ասես, այս աշխատում է բոլորի հետ։ Ինչ որ մեկը կարող է ասում է, իրոք, երբ որ ես հաց եմ ուտում, խնդրում եմ, որ նկատում ես շատ եմ ուտում, իմ դիմացից տար։ Ու կարող է ստեղ իրոք այդ աշխատող, հա։ Այո։ Բայց կարող է մարդկա ասում է, գիտես, երբ որ ես հաց եմ ուտում, ու տեսնում ես, որ շատ եմ ուտում, կամ օրինակ առանձնացել եմ, գնացել եմ, որ հեսա դու գիտես, որ ես պետք է օրինակ փսխում առաջացնեմ, խնդրում եմ արի ինձ գրկի, որովհետև այդ էլի ոնց որ աջակցելու տարբերակ։ Այո, աջակցելու տարբերակը ու այդ սննդի մասին չի, այդ մարդը կարող է ուղղակի էմոցիա է ուզում ու իրան պետքա որ դու իր կողքը լինես։ Ես օրինակ այն որ արդեն քիչ թե շատ ավելի հանգիստ փուլում եմ սննդային վարքի խանգարման, սրացումներ չունեմ, ամուսնուց հետ պայմանավորվել ենք, որ իհարկե լինում են դեպքեր, երբ որ իսկապես շատ կալորիա է ինձ պետք, բայց երբ որ խնդրել եմ, որ նկատի, որ մի քիչ արդեն ամեն ինչը սկսում եմ դատարկել ափսեները հերթով, ինքը բարձրաձայնի, որ գուցե հերիքա լբեր ստոպ տուր կամ ինչ որ տենց արտահայտություններ, որ ինձ վերադարձնի իրականություն ու ես մի հատ դադար վերցնեմ, հասկանամ կշտացել եմ, չեմ կշտացել, բայց բնականաբար հանգիստ տոնով, ինչ որ սիրալիր տոնով, հոգատար տոնով եւ ոչ թե որ, չգիտեմ, չաղացել ես կամ հերիքա ուտես, խոզի նման ես կամ այսինքն տենց բաներ չէ, զուտ հոգատար ամուսնու նման ստոպ տա եւ ասի որ բեր էս պահին հերիքա ոնց որ ինչ որ բաներ եմ նկատում։ Այստեղ ես էլ կուզեմ ոնց որ անին շարունակեմ տարբերությունը ցույց տալու համար, թե ինչքան կարևոր է հարցնել իրոք մարդուց հարցնել ինչ աջակցման ձև ես դու ուզում, որովհետև օրինակ ես էլ եմ փորձել իմ կողակցի հետ այդ աջակցման ձևը, որ երբ որ դու նկատում ես որ ես շատ եմ ուտում, ասա կարող հերիքա ու ես այդ իրան ասել եմ ու ինքը այդ անում է, բայց այդ ժամանակ ոնց որ ես դառնում եմ կատուներից։ Ես էլ միշտ չի որ աշխատում է, բայց լավ է ունենալ ինչ-որ մեկին, որ կարա նկատի։ Բայց հետո իմ մոտ օրինակ ջղայնությունը առաջացնում, ագրեսիա առաջացնում իր հանդեպ, բայց ամր դու գիտես որ դու ես իրան խնդրել, քո համար է անում։ Այո, բոլոր էմոցիաները լավ են։ Այո, պետք է արտահայտել։ Բայց այդ ոնց որ այդ ոնց որ իմ դեպքում այդքան է չի աշխատում, ավելի լավ է մասնագետի աշխատի։ Այո։ Չենք մոռանում, այո, մասնագետները դրանով են մասնագետներ։ Էլ ինչ կարելի է ասել սա տարելու մասով։ Մի հատ էլ կարևոր բան կա, որ եթե օրինակ դուք գիտեք, որ ձեր կողքի մարդուն, որ դուք ուզում եք աջակցեք, ինքը տակտիլնի մարդ է, այսինքն ինքը սիրում է, որ իրան գրկեն, սիրեն, շոյեն, ինչ-որ տես բաներ սիրում է, այդ բաները կարան օգնեն այդ իրավիճակում, որովհետև երբ որ իրան դժվար է, որովհետև
Էլի կրկնենք, որ սա սնունդ ընդունման հենց կոնկրետ մասին չի։ Սա էմոցիաների մասին է, այդ մարդը ունի աջակցության կարիք այդ ժամանակ հավանաբար, ունի սիրո կարիք, քնքշության կարիք, ունի էմոցիա արտահայտելու կարիք, լաց լինելու կարիք, հա, կարելի է իր հետ ուղղակի խոսալ։ Խոսալ ու գուցե ինչ-որ պահի ինքը սկսի լացել, ու երբ որ լացում ես, հանգստանում ես, այդ լավը, շատ բան է, խորհուրդ եմ տալիս բոլորդ կարակ լիքը լաց լինեք, ու այդ իրեն կարա այդ պահին օգնի։ Իրանց գա ընդունված, ինչպեսին ինքը կա այդ պահին, նույնիսկ խոցելի վիճակում, տեսնի, որ կա աջակցություն միշտ, նույնիսկ երբ որ ինքը բավականին դժվար ինչ-որ փուլում է եւ նման չի իրեն, այսպես ասենք։ Ու առհասարակ կարանք խոսանք այն մասին, թե եթե նկատում եք սննդային վարքի խանգարման նշաններ կամ ունեք արդեն դիագնոզ սննդային վարքի խանգարման, ինչը կարա ձեզ օգնի։ Օրինակ կարա օգնի թերապիան, միանշանակ օգնի, նույնիսկ կասկած չկա։ Այո, միանշանակ, որովհետև այստեղ բավականին խորքային աշխատանք է պահանջում, դժվար թեմա է թերապիայի համար, դժվար են գալիս փոփոխությունների, բայց ցանկության դեպքում փոփոխություն ունենալու այդ հավանաբար կստացվի ու այստեղ մենակ սննդային վարք, նոր սննդային վարք ձևավորելու մասին չի, այլ շատ խորքային թեմաներ կարա լինի, հա, որտեվ մենք ունենք սիմպտոմներ, ինչ որ ֆիզիկ մենք ունենք սիմպտոմներ, ունենք պատճառներ, թե ինչից է ինչ-որ մի բան առաջացել։ Ու մենք պետք է հասկանանք, հա, ինչի էս մարդ օրինակ ունի այս խնդիրը, ոնց անենք, որ օրինակ ինքը կարողանա արտահայտի իր էմոցիաները, ոնց անենք, որ ինքը կարողանա ուրիշ բանով փոխարինի այդ կոմպուլսիվ սնունդ ընդունումը, ոնց որ թերապիան դրանում շատ օգնում է։ Այո, միանշանակ։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ լինում է, որ մասնագետը նաև հարազատների հետ է, չէ, ինչ որ զրույցներ ունենում, որպեսզի փոխանցի իրավիճակը, ասի այդ նույն բառերը, որ պետք է ասել եւ որոնք պետք է ասել։ Դրա համար մեզ նաև անհրաժեշտ են գիտակցված, ընդունող ու հասկացող կողքի մարդիկ, որ կարողանան մեզ աջակցեն այն ժամանակ, երբ որ մենք օրինակ թերապիայի սենյակում չենք, ինչքան էլ որ այդ մեր մասին է, այդ քո մի ժամն է ամեն շաբաթ, ամեն դեպքում լավ կլինի, որ մենք ունենանք մեր կողքը մարդիկ, ովքեր աջակցեն մեր սրիվների ժամանակ օրինակ։ Նաև նշենք, որ սոցկայքերն էլ սոցհարթակները կարող են բավականին մեծ ազդեցություն ունենալ մեզ վրա եւ սրացման փուլերում եւ նույնիսկ եթե չունենք սննդային վարքի խանգարում, որովհետեւ կան ինչ որ գեղեցկության ստանդարտներ, ինչ որ վարքի ստանդարտներ, սնունդը ընդունելու ստանդարտներ, որոնք կարող են սոցհարթակներում անդադ գովազդվել եւ մենք քանի որ բավական շատ ենք սպառում սոցկայքերի ինչ որ կոնտենտ, դա էլ կարող ազդի խորացնի թե մեղքի զգացումը, թե սննդային վարքի խանգարման էպիզոդները, այնպես որ եթե կա տարբերակ սահմանափակելու սոցկայքերից օգտվելը, կարծում եմ դա էլ բավականին մեծ փոփոխություն կարա տա, թեկուզ առօրյայում գոնե մի քիչ դրա մասին մտածել, քիչ կենտրոնալ դրա վրա։ Ես օրինակ ժամանակ կար, որ երբ որ սրացումներ կային կոմպուլսիվ օրինակ շատագերության, գերսնման, բոլոր այդ էջերից, որոնց հետևում էի, որտեղ կար ինչ-որ սնունդ, վիդեոներ սննդի մասին եւ այլն, բոլորից unfollow է եղել, որպեսզի չտեսնեմ ուղղակի սնունդ, ինձ մոտ չգրգռի ախորժակ կամ ինչ-որ ցանկություն։ Հա, այդ իրականում սոցցանցերն էլ բավականին շատ են փչացնում մեր ընկալումը, իրական ընկալումը։ Ես այդտեղ մի հատ էլ խորտ կուզեի տալ, որ դիետաներ մանգալը ստոպ տալ, ու նաև էլի ամենակարևոր բաներից մեկն է փորձ լսելը ուրիշների, այսինքն մենք հաստատ վստահ եմ բոլորս ենք փորձ լսելու, թե վայ այս մարդը օրինակ անում է 80-20 դիետան, լավ անուններ չեմ տալի դիետաների, որ տրիգեր չլինի, բայց փնտրեք թե այդ որն է սկսեք այս դիետան է փորձում, այն դիետան է փորձը, սենց արեն, այնց արե ու այդ իրան օգնել է կամ գիտես այդ ինձ օգնել է դու էլ փորձի եւ այլն ես եմ հանել իմ սննդից եմ հանել եւ այլն այդ բաները կարանք մենք դնենք մեր սահմանը այդ մարդկանց հետ ու ասենք գիտես կներես ինձ մի պատմի որովհետեւ այդ իմ համար դժվար է լսել որովհետեւ այդ մենք լսում ենք
ու գնում այն process, որ ինքը արել է, ես այդ մեկը չի փորձել։ Ու եթե չունեք սնդային վարքի խանգարում, առասարակ պետք չի ոչ մեկին խորհուրդ տալ, եթե սննդաբան չեք կամ մասնագետ չեք սնդային վարքի, դիետաներ առասարակ խորհուրդ տալ պետք չի, չգիտեմ, սոդայով ինչ որ լվացումներ, մածունով ինչ որ դիետաներ, մոնոդիետաներ եւ այլն, հաստատ առասարակ ոչ մեկին քաշի վերաբերյալ, սնվելու վերաբերյալ ոչ մի բան պետք չի ասել։ Որտեվ այդ շատ մենք չգիտենք ում համար ինչ ձևի թեմա է, ու միակ խորհուրդը երևի որ կուզեմ տամ, եթե օրինակ չեք ուզում ոնց որ թերապիայի գնալ կամ բան, բայց ձեզ դժվար է, միակ բանը որ այս պահին կարա երևի թե ձեզ օգնի է նա, որ փորձեք ուղղակի ձեզ լսել, ձեր օրգանիզմի լսել, ինքը ձեզ ինչ է ասում ու օրինակ երբ որ սոված եք, այդ ժամանակ փորձեք զգաք երբեք սոված ու այդ ժամանակ ուտեք ու գիտակցված ուտեք առանց ինչ որ մի բան նայելու, առանց ինչ որ խոսալու բան, կենտրոնանաք սննդի վրա ու փորձեք ուտեք այնքան, ինչքան ձեր օրգանիզմը պահանջում է այդ պահին, եթե իհարկե այդ կստացվի ձեր մոտ, ոնց որ միակ բանը որ կան խորտանք երևի այս պահին է դա։ Այո, չարգելեք ձեզ ոչ մի բան, եւ դիետաներ չանեք։ Այո։ Կուզեմ երևի մի հատ ինչ որ ամփոփիչ մի բան ասեմ, որ այսքան խոսացինք այս մասին ու մի քիչ ինձ բարդ է թվում, որովհետև ընթացիկ մենք խոսում ենք, որ այս բարդ process է եւ այլն, ու հա գուցե այդ լինի տենց որոշ դեպքերում, գուցե այդքան էլ տենց չլինի, բայց սննդային վարքի խանգարումը ու դրանից ազատվելը այդ շատ հետաքրքիր ու հավես process է, որտեղ դու ես ու դա քո մասին է, քեզ սիրելու, քեզ հասկանալու, քեզ ճանաչելու մասին process է, ու ինձ թվում է, որ այդ ճանապարհը կարելի անցնել ու ամոթ չի դիմել մասնագետի ու այդ ճանապարհը անցնել մասնագետի հետ, որովհետև առհասարակ օգնություն վերցնելը, աջակցություն վերցնելը ամոթ բան չի, որովհետև երբ օրինակ ատամդ ցավում է, դու չես դնում ատամդ ինքդ ծարքում ես կամ գնում ես բժշկի։ Էս էլ է տենց մի հատ բան, չգիտեմ, ջարդվում է, տանը գիպս չես դնում։ Կան տենց մարդիկ։ Նաշեն։ Կան ատամը չէ, հմտությունների ինչ որ դա գուցե ստացվի, բայց ամեն դեպքում ռենտգեն հաստատ պետք է, չէ՞, անել։ Գոնե։ Այո։ Պատկերացեք, այդ մասնագետի դիմելը այդ ռենտգենի ինչ որ process-ն է, որից հետո միասին որոշում եք ինչ պետք է անել, չգիտեմ, գիպս եք դնում, ինչ եք անում։ Ինձ որ ոչ մի մասնագետին դիմելն է ամոթ չի, պրոստը ձեր համար լավ մասնագետ գտեք, ձեզ հարմար մասնագետ գտեք։ Մի օր երևի այդ մասին էլ կարանք ինչ որ ունենանք խոսակցություն, թե ինչի օրինակ մարդիկ չեն հարմարվում թերապիային, թերապևտին չեն հարմարվում, ինձ թվում է որ կարելի է այդ մասին խոսել։ Всё? Այո։ Ավարտեցինք։ Пока։ Пока։